այնիս էլ խաղացինք, իսկ հիմա Անահիտի ամենասիրելի թեմաներից մեկի մասին Այո, խոսենք։ քիչ առաջ արդեն նշեցի, որ հատկապես ամռան ընթացքում իսկապես պետք է շատ մտածել, հետո նոր ուտել, քանի որ շոկի պատճառով մի քանի անգամով ավելի է մեծանում սննդային թունավորումների վտանգը։ Այժմ կներկայացնենք այն սննդատեսակները, որոնք հաստատ չի կարելի միաժամանակ ուտել։ Օրինակ ալկոհոլը եւ բանջարեղենը, մեկ բաժակ գինին կարող է չեզոքացնել բանջարեղենի տված օգուտը։ Պանիրը եւ միսը, մսի մեջ պարունակվող ցինկը եւ պանրի ֆոսֆորը միմյանց թշնամիներ են։ Ձուն եւ կարտոֆիլը։ Կարտոֆիլը խոչընդոտում է կալցիումի եւ երկաթի յուրացմանը։ Ըստ սննդաբանների անհամատեղելի են նաեւ պանիրը, կարագը եւ հացը, ինչպես նաեւ լոլիկն ու հացը։ Իսկ մենք հիմնական միասին ենք ուտում, չէ՞։ Այո, Ու շատ համեղ է, ինչ պատեվ ենք։ Իսկ կաթը, բանանը եւ սեղը ընդհանրապես որևէ մթերքի հետ խորհուրդ չի տրվում խառնել։ Միայն բանան։ Պատկերացնում եք։ Կարելի է թե չի կարելի բոլոր այս հետաքրքիր հարցերի շուրջ մենք կխոսենք բժիշկ գաստրոենտերոլոգ Հայկ Մինասյանի հետ, բարի առավոտ, Մանասյանի հետ, բարի լույս։ Բարև ձեզ, պարոն Մանասյան։ Բարև ձեզ։ Ամառ է, շոկ է, բայց բոլորը սիրում են գնան քաղաքից դուրս, սկսեն սնվել, բավականին սխալ սնվել։ Այ հետաքրքիր է ինչ է կատարվում մեր օրգանիզմի հետ եւ ինչպես պահպանենք ամռան ամիսներին, ոչ չթունավորվենք։ Նախ ես լսեցի այդ խորհուրդները կամ համատեղելիություն, անհամատեղելիությունը, ես ուզում եմ մի կարճ դրան անդրադառնալ, բայց օրինակ բերելով, հա, ես վերջերս կարդացի միտեղ գրված էր այն մասին, թե ինչպես պետք է ջուր խմել, ինչքան կարիք ունի ձեր օրգանիզմը մի վերնագրով, այդպես երկար-բարակ խելոք նկարագրում էր, թե ինչպես պետք է ջուր խմել։ Իրականում ջուր պետք է խմել այնպես, ինչպես թելադրում է ծարավը։ Դա այնքան պարզ բնական բան է, որ դրա համար հատուկ ինչ-որ գիտակցական միջամտություններ, հատուկ այդպես երկար-բարակ հաշվարկներ պետք չէ։ Ծարավը հուշում է, թե երբ ջուր խմել։ Բայց պարոն Մանասյան, սննդաբանները միշտ ասում են, որ այդ ծարավը արդեն դա այն վիճակն է, որ քո օրգանիզմը ջրազրկված ուզում է։ Շոկային վիճակ է, այո, դու պետք է մինչև դա խմեի, որ զգացումը չունենայ։ Երբ որ կա օրգանիզմում խնդիրներ, սա ինչ ասում եմ առողջ մարդկանց մասին, մեզ դիտողների մեծ մասը դրանք առողջ մարդիկ են։ Այ հիվանդների համար կամ ծեր տարիքի մարդկանց համար կամ երեխաների համար, այստեղ մի քիչ առանձնահատկություններ կան, իհարկե, բայց իհարկե նման հոդվածները կամ տվյալները, երբ որ հաղորդվում են ոչ թե առանձնահատուկ խմբերի համար, դա բժշկություն է արդեն, այլ հաղորդվում է այսպես մասսայական եւ ավելի շուտ խոճապ է ստեղծում եւ շփոթություն է առաջացնում, քան թե օգնում է մարդկանց կյանքը լավացնելուն եւ կյանքը թեթևացնելուն։ Դառնամ սննդակարգերին։ Ախորժակն է որոշում մարդը ինչ ուտի, երբ ու ոնց։ Եթե մարդը շատակերությամբ չի զբաղվում, այստեղ խոսքը միայն քանակականի մասին է։ Եթե մարդը շատակերությամբ չի զբաղվում, իր ախորժակը նոր այսեք ձու եւ կարտոֆիլի անհամատեղելիության մասին խոսվեց։ Կամ այնտեղ կալցիումի ներծծման խանգարում, կալցիումի ներծծման խանգարումը լրջագույն խնդիր է, եթե կա այդպիսին, եթե այդպիսի հիվանդություն կա, երկու սնունդ իրար հետ ուտել թե չուտելով, կամ իրար հետ նույն վերանում ծամելով թե չծամելով, հավատացնում եմ ձեզ, որևէ մեծ խնդիր չի ունենա, եթե օրգանիզմը հիմքում հիվանդություն չունի։ Իսկ եթե հիմքում հիվանդություն ունի, էլ չի փրկի, թե դուք պանիրը ինչի հետ կուտեք կամ չեք ուտի։ Նույնիսկ հնարավոր է հիվանդության ժամանակ այդ պանիրը կամ կարտոֆիլ, կարտոֆիլը այդքան չէ, ձուն ասենք ընդհանրապես հակացուցված լինի, ոչ թե չուտել կարտոֆիլի, այլ հակացուցված լինի։ Իրականում մենք ներողություն ընդհատում եմ ձեզ, մենք սննդաբաններ, բժիշկներ, ամենատարբեր ոլորտի ներկայացուցիչներ ենք ունեցել տաղավարում եւ առաջին անգամ ենք նման հետաքրքիր ինֆորմացիա լսում, դրա համար մեր այսպես ռեակցիա ինձ դուր եկավ, ես այլևս կտեմ ամեն ինչ։ Նայեք ինչպես է, բժշկության մեջ, բժշկագիտության մեջ էլ միշտ ժամանակ առ ժամանակ մենք գալիս ենք ինչ-որ հասնում ենք մի կետի, գտնում ենք, որ դա ճիշտն է, դա վերջին ինստանցիայի ճշմարտությունը եւ զարգացվածության բարձրագույն աստիճանն է։ Հետո անցնում է մի քանի տարի, հասկանում ենք, որ ամեն դեպքում բնականն ավելի, գիտեք ինչ, բնական, երբ որ ասում եմ այստեղ, ես նկատում եմ ախորժակը ինքը որոշում է։ Դուք օրինակ գիտեք, քանի տասնյակ կամ 100 անալիզ պետք է անեք, որպեսզի որոշեք ընդհանուր օրգանիզմ այսինչ վիտամինը պակաս է, այսինչ միներալը տեղն է, թե չէ։ Իսկ ախորժակը դա իմանալով, արդեն զգալով, օրգանիզմը ինքն իրեն գնահատելով, ախորժակը ասում է այսինչն եմ ուզում,
այնինչը չեմ ուզում։ Պարոն Մանասյան, իսկ երբ ախորժակը հանկարծ ուզում է գազավորված ըմպելիք եւ այն Եթե ախորժակը ուզում է գազավորված, եթե ախորժակը ուզում է գազավորված ըմպելիք, չափավոր, դա կարելի է։ Ախորժակի, օրինակ հաճույքի համար կարելի է ենթադրենք կես բաժակ կամ մի բաժակ գազավորված ըմպելիքի օգտագործում, բայց դրա ռեգուլյար օգտագործումը, մանավանդ հատկապես սննդընդունման հետ, դա արդեն այնքան էլ ցանկալի չէ եւ դա արդեն վնասակար է։ Այստեղ մենք արդեն գալիս ենք դեղաչափին ենք հասնում, որտեղ դեղաչափն է որոշում տվյալ նյութը թույն է, թե օգտակար առողջարար մի բան։ Դոզան է որոշում։ Այնպես որ չափավոր ամեն ինչ էլ իհարկե կարելի է։ Որն է այդ չափը, չէ՞ որ քիչ առաջ նշեցիք, եթե ունես ախորժակ, պիտի ուտես, բայց շատերի խնդիրը հենց դա է, որ չափի զգացում չկա եւ ուտում են անդադար, կարող են նույն գազավորված ըմպելիքը խմեն անդադար։ Ուրեմն նայեք, անդադար ուտող կամ խմողի մոտ առաջանում են առողջական խնդիրներ։ Չափի զգացողությունը դասն է, որ մենք վերցնում ենք կողքինից կամ մասնագետից։ Եթե դուք նայում եք, որ տվյալ մարդը կենսակերպով գնացել է գիրության կամ հակառակը իր կենսակերպով գնացել է հյուծվածության, բնականաբար իր չափը նորմալ չէ, իր ախորժակին ինքը չէ, նա վերաբերում է այն մարդկանց, ովքեր բացի, այսինքն մենք մեր հերթին, ամեն մարդ իր հերթին վերցնում է իր ախորժակը իրեն թույլ է տալիս լինել աշխատունակ, լինել առույգ, ֆիզիկապես ակտիվ, չէ, ուրեմն ինքը ամեն ինչ ճիշտ է անում։ Եթե ինչ որ բան իր մոտ խանգարվում է, սկսվում է այս կամ այն սահմանափակումները, չի կարողանում ենթադրենք երկրորդ, երրորդ հարկ թռչկոտելով բարձրանալ, բնական է արդեն ինքը խնդիրներ ունի։ Ինքը ինչ որտեղ ինչ որ բանում թերացել է։ Դրա համար սա ավելի ճիշտ ցուցիչ է դու սեփական քո կարողություններով, քո աշխատունակությամբ, քո ախորժակով առաջնորդվես։ Սա ավելի ճիշտ է եւ անհատական ամեն մեկի համար, քան թե այսպես համատարած մի ինչ որ ցուցակներ գրենք, աղյուսակներ կազմենք եւ ասենք սա արեք, նա մի արեք, որը ավելի շատ ինչ է անում, ահա բեկելուց բացի ոչ մի բան։ Այս լավ առավոտյան քանի մարդու տրամադրություն կընկնի, եթե լսի, որ օրինակ այսինչ չէր կար։ Ոնց էլ չլինի, բնականության կեսը ձեր ասածներից գոնե մեկը խախտել է։ Այո, իհարկե, մենք ինքներս դուք ու մի անգամից այսպես լավ ուրախ զվարթ արթնացել ենք, շփվում եք ու մեկ էլ տրամադրությունը, փաստորեն ես ինչ որ բան այսօր այնպես չեմ արել։ Քիչ առաջ դուք նշեցիք այն մասին, որ դա շատ ինդիվիդուալ է։ Իրոք որ կան մարդիկ, որոնք կարող են ուտել մեկ հատ խաչապուրի, օրինակի համար եմ ասում, եւ գիրանալ այնպես, ինչպես մյուսը կարող է ուտել առավոտից երեկո շատ, եւ ընդհանրապես ոչ մի տարբերություն։ Սա ինչի հետ է կապված, ինչպես այս խնդիրը լուծել։ Օրգանիզմի առանձնահատկությունն է պահեստավորելու ճարպը։ Մի օրգանիզմ պահեստավորում է, մյուսը ոչ։ Այն օրգանիզմները, որոնք պահեստավորում են ճարպը, դա բնականից արվում է իրանց մոտ այն հույսով, որ դա ծախսվելու է։ Որ գալու են դժվար ժամանակներ, օրինակ սով կամ, չգիտեմ, սակավություն, ինչ որ կարիքներ եւ ինքը այդ ճարպերը կյուրացնի արդեն, օրգանիզմը դա կծախսի։ Իսկ ինչ անենք, որ չպահեստավորվի։ Մեր կենսակերպում եւ այդ պահեստները վերացնել։ Դա չի լինում, այսինքն չի գալի այդ ժամանակները։ Կամ պետք է մարդ արհեստականորեն ստեղծի այդ կարիքի շրջանը, օրինակ, երբ որ ծոմապահություն են անում, չէ, գարնանամուտին հատկապես կամ ձմռան շրջանում, կամ արհեստականորեն ինքը պետք է իրեն համար առանձին ռեժիմներ, դիետաներ սահմանի, այդպես կարիքի մեջ իրեն դնի, կամ ֆիզիկապես սպառի այնքան աշխատի, որ սպառի այդ կուտակված քանակները։ Թեև երկու դեպքում էլ, եթե շատակերությամբ է մարդը զբաղված, օգուտը քիչ է լինելու։ Մի խաչապուրին ձեր աչքի առաջ է ուտում։ Հələ գնացեք գիշերը ժամը 12-ին ինչ կան է ուտում։ Այսօր դու շատ իր կլինեմ։ Պարոն Մանասյան, ես օրինակ մարդ եմ ճանաչում, որ մեկ օր լավ ուտում է, ինչ ցանկանում է, մեկ օր բացարձակ ոչինչ չի ուտում, բացի ջրից։ Դա նորմալ է, որ նա ինձ թվում է ինքը երիտասարդ է, որ իր օրգանիզմը տենց էքսպերիմենտին դիմանում է։ Դա էքսպերիմենտ է, հասկանում եք, տենց բաներ արել են առաջ, ասում ենք, ուզեցել են ենթադրենք տիեզերա գնաց ուղարկել տիեզերք, ինչ որ էքսպերիմենտ կամ Սուզանավի մեջ պետք է մարդիկ տարիներով մնային կամ ամիսներով, այդպես էքսպերիմենտ անում են երիտասարդ առողջ անձանց վրա, որոնք հետագայում պետք է ենթարկվեն ինչ որ հատուկ հանձնարարության կամ հատուկ պայմաններում պետք է ապրեն։ Պետք չի մեր օրերում ու մշտապես ինչ որ նման սխեմաներ մշակել։ Ողջունում եմ այդ հատուկ մարդուն, հուսով ենք նա նայում է մեզ։ Հա, պետք չէ այդպես սխեմաներ մշակել, արվել լավ է օրվա ընթացքում ինքը այդպես անի, որոշակի շրջան իրեն ավելի զուսպ պահի։ Որն է այդ շրջանը, որ ճիշտ լինի, օրվա առաջին կեսը թե երկրորդ։ Գիտեք ինչ կա, կախված է տվյալ մարդու կենսակերպից, երկինքը գիշերվա հերթափոխի աշխատող է, բնականաբար իր համար մի փոքր այլ է։ Ես անձամբ սա որպես բժիշկ չեմ ասում, ես նախընտրում եմ սոված չգնալ քնելու։ Այսինքն այնպես որ քնելուց առաջ ամիջապես հաց ուտել, բայց ես նախընտրում եմ։ Ես կարող եմ սոված ապրել ամբողջ օրը,
բայց ես չեմ կարող գնալ սոված քնելու։ Այդ իսկ պատճառով ամեն մարդ նախասիրից մեկն էլ կարող է այդ ձեր ասածի պես խղճի տենց խորը խայթով, թե ինչպես ես այս մի կտոր պեչենի երեկոյան կամ ասենք գիշերը ու չկարողանա քնել։ Անհատական է։ Կներես Անահիտ, ճապոնացիներն ասում են, որ պետք է սեղանից միշտ հեռանալ կիսասոված, որպեսզի կազմվածքը տեղին լինի, բայց դու չհյուծվես։ Նույնն էլ քնելուց առաջ եւ այլ։ Այսինքն բոլոր ողջ օրվա ընթացքում սնունդը պիտի ընդունես մի քիչ սոված, կիսասոված։ Ես ձեզ մի գաղտնիք ասեմ։ Ճիշտ բան են ասում ճապոնացիները սկսնակների համար, ովքեր սկսում են սեղանից հեռանալ սոված։ Մի կարճ ժամանակ հետո, մի քանի շաբաթ հետո այդ մարդիկ կնկատեն, որ այն ինչ քանակը, որ իրենք սնվում են եւ սեղանից վեր էին կանում ինչ որ կիսաքաղց այլևս իրենց բավարարում է հագեցած եւ կուշտ վեր կենալու համար։ Սա մեկ եւ երկրորդն էլ եթե մանավանդ մարդը արագ է սնվում, ուտում, ներվային իմպուլսները եւ ընդհանրապես նյութերը, որոնք ներծծում եւ հասնում են ուղեղին հագեցման կենտրոնին, ասում են բավական է։ Դա ժամանակ է պահանջում։ Եվ դու իրոք մարդը կարող է սնվել որոշակի քանակ, որը իրոք բավական է, բայց դեռևս քաղց զգալ։ Վեր է կենում սեղանից 20-30 րոպե հետո ինքը զգում է հագեցած, որովհետեւ այդ իմպուլսները եւ այդ նյութերը, որոնք պետք է արյան մեջ արդեն հագենային, հագենում են եւ ինքը այո, հագեցվածության բացառությամբ իսկ ասում էին մեր պապերը սեղան նստելուց առաջ թան էին ըմպում, մի կես ժամ հետո նոր նստում էին սեղան, կամ հիմա ասում են կես ժամ շուտ ջուր խմի, ուտելուց հետո կես ժամ ուշ ջուր խմի, բայց ընթացքում ուտելիքի հետ հեղուկ մի օգտագործի։ Դա նույնպես կհերքեք եւ կասեք, այդպես ես էլի կասեմ ախորժակն ու ծարավն են որոշում, բայց առանձնակի դեպքերում ու դրա այդ դեպքերը շատ են, երբ որ ստամոքս կերակրափողային որոշակի կծկողական խանգարումների ժամանակ հեղուկի օգտագործումը անմիջապես ուտելու ժամանակ այդքան էլ խորհուրդ չի տրվում։ Բայց դա եւ մի բան էլ անդրադառնամ պապերին, հարգելիներս, մեր պապերը բավականին ծանր ֆիզիկական եւ էմոցիոնալ պայմաններում են ապրել հարյուրամյակներ եւ հազարամյակներ շարունակ։ Պետք չի այդ մոդելը վերցնել եւ տեղայնացնել մեր օրերում, որովհետեւ դա դեպքերի մեծ մասում այնքան էլ չի աշխատում։ Այժմ պահածոյացման սեզոնը ոչ մեկիս համար գաղտնիք չէ, հայկանայք այդպես պահածոյացնելու յուրահատուկ տաղանդ, սեր եւ հակումներ ունեն։ Սա որքանով է լավ կամ վատ չէ, որ շատ դեպքերում ասում են, որ ջերմային այդ բարձր աստիճանը հնարավոր չէ խոհանոցում պահպանել, որ դա բոտուլիզմի հիմք կարող է լինել եւ այլ եւ այլ։ Պետք է գնել արդեն ֆաբրիկայի պատրաստ վիճակը, որն է ավելի ճիշտ է։ Ֆաբրիկայում բարձր ճնշման տակ իրականացվում այդ եռացումը, որը հասնում է մինչեւ 120 աստիճանի, եթե չեմ սխալվում, դա այն ջերմաստիճան է, որի ժամանակ այդ կլոստրիդիան բոտուլիզմի սատկում է, այսպես ասած, վերանում է, իսկ տնային պայմաններում, եռացման պայմաններում կլոստրիդիան կարող է կենթանի մնալ եւ հայտնվել է անոտ պայմաններում, արտադրում է թույն մի քանի ամսվա ընթացքում։ Մի անգամից ասեմ, որ անմիջապես հիմա փակված պահածոն վտանգավոր չէ։ Թարմ պահածոները վտանգավոր չեն, դե թարմ պահածոներ ոչ ոք չի օգտագործում, բոլորը պահում են, որ մի տարի, երկու տարի աշնանը կամ ձմռան օգտագործեն։ Երեք հիշում ես ասում ենք, պետք է ամիս ամսաթիվը գրել անպայման։ Եվ ուրեմն դե այդ արդեն նորություն չի, որ եթե ուրչել է կափարիչը, ուրեմն դա արդեն խոտանման ենթակա է, թափելու բան է։ Իսկ մնացած դեպքերում, քանի որ հնարավոր չէ հստակ պարզել բակտերիան վերջին հաշվով նեղել է թե չէ, թույն արտադրել է թե չէ, խորհուրդ է տրվում 30 րոպե եռացնել պահածոն բացելուց հետո։ Նախ մինչև պահածոյացնելը պետք է մանրակրկիտ լվանալ, բոլոր անկյուններն ու ծալքերը այդ մթերքի պետք է մշակվի եւ լվացվի, որպեսզի այնտեղ չմնա, բայց եթե անգամ հնարավոր չի լինում, ուրեմն պետք է եռացնել։ Բայց եւ այնպես ես նախընտրում եմ նայեք այս պահածոյացման լավ բան է, գիտեք, ասես որպես մշակութային, ասենք մեր ազգի բնորոշ բան կամ մեր ազգի նման ազգերի բնորոշ բան, բայց այս նախագծը գերադասի օրինակ մարդիկ այնքան ապահովված լինեին, գործարաններն այնքան մաքուր աշխատեին, որ ասենք ժամանակաժանակ լրագրողները նկարային, տեսեք ինչ մաքուր պայմաններում են աշխատում, որ այդ պահածոն, որովհետև դերևս անցյալ դարից, ասենք չէ՞ տենց բաներ խոսանք, անցյալ դարից։ Իհարկե, դերևս անցյալ դարից այդպիսի պատմություններ, տպավորություններ կան, որ շատ գլխարատ էին անում պահածոյացման գործարաններում, այնպիսի բաներ էր կատարվում, որ ասենք մարդը եթե տեսներ, հետո այո, նկարահանված շատ կադրեր կան, որ նայել չես կարող պարզապես։ Ուրեմն լուսաբանում ենք, որ պահածոյացվում է լավ որակով, երկրորդը մարդիկ այնքան ապահովված լինեն, ես կուզենայի այդպես, որ
կանեին իրենց միրգն ու բանջարեղենը հանձնեին, իրենք էլ այսպես ձեռքերը թափ տալով հետո կվերցնեին գործարանային կամ կգնային ամառանը ոչ թե պահածոյացում կանեն, այլ գնային հանգստանալու մի քանի ամսով։ Իսկ եւս մի բան, պահածոյացնել թե սառեցնել, որովհետեւ վերջին շրջանում նաեւ այդ սառեցնելու այսպես կուլտուրան է կարծես եկել Հայաստան, դնել սառցարանում պահել, ձմռան հանել եւ ուտել։ Որքանով է սա օգտակար, որքանով է մնում։ Ես ընդամենը բժիշկ եմ, ես տեխնոլոգ չեմ։ Հատուկ մասնագետ չեմ, որ մտերքների պահպանումով ես զբաղվում։ Դուք ասեք այն ամենը ինչ կառաջանա այդ ուտելուց։ Այո, մեր օրգանիզմում կլինի սառեցրած։ Իսկ եթե լինում են խնդիրներ ու դուք զգում եք, որ խնդիրը ինչ որ շատ երկար է, այսինքն 1-2 էպիզոդից դա կլինի սիմպտոմը թե ցավային, թե փսխումային, թե աղիների թուլացման ձևով 1-2 էպիզոդից ավել է տևում, լավ կլինի մի հատ խորհրդակցել բժշկի հետ, ընդհանրապես մի բան ասեմ էլի Ժողովուրդ ջան, այս դարում ամեն մեկը մի հեռախոսահամար ունեցեք բժշկի, ձեր ընտանեկան բժշկի թեկուզ։ Մի հեռախոսահամար ունեցեք, ուրեմն վատացման եւ հիվանդանոց դիմելու միջև միջանկյալ քայլ կարելի լինել զանգահարել բժշկի եւ ներկայացնել գանգատները։ Այսօր ուղղակի համաձայնք, որ մեզ մոտ դա դեռ չի զարգացել, որ այսպես ընտանեկան բժիշկ կամ բան կորցնում են։ Բջջային հեռախոսները ինչ պիտի զարգանա, որ դա զարգանա։ Բջջային հեռախոսները կան։ Ոչ թե հեռախոսը չի զարգացել, այլ վստահությունը հանդեպ բժշկի մի տեսակ կորել է։ Դուք մի վստահելի բժիշկ հիմա ուզենաք մեկ ամսամեջ չճարեք, հաստատ կճարեք։ Պարոն Մանուկյան, ես ձեզ որպես բժիշկ հարցնում ձեր վստահված մասնակիցները ձեզ կտա ավելի վստահելի մեկի եւ մասնակից։ Պարոն Մանուկյան, ես ձեզ հարցնում եմ որպես բժիշկ։ Այ դուք ասացիք, ինչ ուզում ենք մերախորժակով ուտենք, դա իհարկե ինձ համար շատ ուրախալի փաստ է։ Ես ձեր կողմից եմ հիսեր աստծո, բայց շատ հեռուստայտողներ մեզ մոտ այդպես էլ անում են։ Օրինակ, ամբողջ օրվա ընթացքում հատկապես ամռանը ձմերուկ են ուտում, հետո պաղպաղակ, հետո նստում են լավ հացի, հետո երեկոյան պարզվում է, որ ունեն ստամոքսի խանգարում եւ շատ վատ են։ Այ այդ դեպքերում ինչ անեն։ Հիմա տեսեք ոնց է, մի մասը համարում է դա շատ վատ ստամոքսի խանգարում, ասենք եթե աղիները թուլանում են։ Մի մասն էլ գնում է փող է վճարում, ասում է աղիներս լվացեք։ Հիմա դա աղիների լվացման կոպիտ ասած բնական տարբերակ է ստացվում։ Եթե ելի եմ ասում 1-2-3 էպիզոդից ավել չի լինում։ Այսինքն նորմալ է այդպես էլ անել, եթե ախորժակը տվել։ Դա պետք չի դրա համար խուճապի մատնվել։ Գիտեք ինչ կա։ Նայեք, եթե մի անգամ փռշտում է մարդ, դրա համար չի դիմում, բժշկի ասում թոքերի ռենտգեն անենք, չէ՞, կամ չգիտեմ, մի փռշտոցը դա իհարկե նորմալ չի, չէ՞, փռշտալ է պետք, որ մենք անդադ փռշտում ենք, բայց 1-2 փռշտոցը կամ 1-2 հազը դեռևս նշան չեն, որ մենք պետք է անհանգստանանք։ Իսկ ո՞րն է թունավորման նշանը, որ արդեն վտանգավոր է։ Արդեն պետք է անհանգստանալ եւ զանգել մեր շատ սիրելի բժշկին։ Ասենք մարդը չէ փսխումը օրինակ ավելի լուրջ սիմպտոմ է, քան թե մնացած այդ թունավորման նշանների մեջ, փսխումը ահագին արդեն զգոնացնում է։ Բայց կարող է մեկ փսխման էպիզոդով հարցը փակվել։ Այդ դեպքում ինչի խառնվել իրար։ Բայց Էլի եմ ասում, այդ հեռախոսահամարը բոլոր հարցերը կփրկեր։ Հիմա ես բան եմ ասում, որ պատասխանատու եմ դրա համար։ Ես ստիպված ինչ պիտի անեմ, ավելի վախացնեմ մարդկանց, որ մարդիկ դիմեն բժշկի, ես պատասխանատվությունից պրծնեմ, քան թե հիմա ես չվախացնեմ, իրանք այսպես հանգիստ իրենց համար, ինչպես արխային ընկնեն ու մեկ էլ պարզվում է պրոբլեմ։ Դրա համար այդ մի հեռախոսահամարը պահեն, զանգահարում են, ասում են բժիշկ ջան, այսպեսի բաներ կա, պատասխանատվությունը ասում է իր բուժող բժշկին կամ իր վստահելի բժշկին։ Նա կասի արդեն, գիտես ինչ կա, սպասի եւս կես ժամ կամ 2 ժամ, եթե տեսնես երևույթը շարունակում է, հեռախոսակապի մեջ եղել։ Էլի ասում, այս դարում ամեն ինչ կա այդ ամեն ինչ անելու համար։ Իսկ այս շոկին, որ քաղցր ենք ուտում, ոչինչ։ Էլի եթե ախորժակը տալիս է։ Շոկը կապ չունի քաղցր ուտելու հետ, շոկը ավելի շատ ասեմ, դա յուղոտ սննդի համար այդքան էլ լավ չի։ Ծանր, ընդհանրապես սեզոնը ասում է ինչ է, սեզոնը ինչ է հրամցնում, այդ դա տվյալ սեզոնի սնունդն է։ Ձմեռը ինչ որպես սեզոն ինչ է հրամցնում, դա էլ տվյալ սեզոնի սնունդն է։ Աշխատեք սեզոնի հրամցրածը ուտել եւ հիշեք, որ առաջի անգամ, երբ որ դուք մի բան եք ուտում, միրգ կամ բանջարեղենա կամ մի բան, աղիները կարող են դրանից խանգարվել, բայց 1-2 անգամից արդեն օրգանիզմը հարմարվում է նոր եկած սննդատեսակին եւ ինքը սկսում է կանոնավոր դա մարսել։ Ուղղակի մեզ մոտ այս կերասն է կամ չգիտեմ ծիրանն է, ժամանակը այնքան կարճ է լինում այս բերքի, որ չի հասնում հարմարվել։ Դրանից դարձյալ պետք է խառնվել իրար, իմացեք, որ նոր սնունդը մի փոքր տեղաշարժել բացասական առումով կառաջացնի, բայց օրգանիզմը արագ դրան հարմարվում է։ Վերջին հարցը եթե թույլ կտաք, կան նաև այնպիսիք, ովքեր առողջ են իսկապես որ, բայց այդ վքնածության, ստամոքսի ծանրության զգացողությունը ամեն սնունդ ընդունելուց հետո նրանք ունենում են։ Այս դեպքում ինչ խորհուրդ կտաք, կա որոշի պրոֆիլակտիկ, որոշակի յուրահատուկ բաղադրական, չգիտեմ, մեկ գտալ ինչ-որ տենց ձեթ կամ չգիտեմ ինչ։ Մեկ գտալ կամ սոդա, հա, մի անգամ կարելի է օգտագործել ցանկացած բան։
ձեթեի հետ ընդհանրապես գործ ունեք, Ժորժ ջան, ձեթով մարդիկ չաղանալուց բացի ուրիշ բան չեն անում։ Ձեթով։ Հա, ուրեմն, հա, ախր այնքան բաներ կան, միֆեր կան, որոնք պետք է այսպես Չէ, որ ասում են սնունդ ընդունելուց առաջ մեկ գտալ ձեթը կհանգստացնի ստամոքսը։ Որ ասենք լեղապարկը կրճատվի, ենթադրենք լեղի մեծ փորձյա մասնակցի մարսողության, չգիտեմ դրա խիստ իմաստը դրա չկա, բայց ասենք եթե մարդու մոտ կան ձեր ասած նշանները, ընդհանրապես դա արդեն սիմպտոմ է բժշկին դիմելու համար։ Ու մի վախեցեք բժշկին, Ժորժ ջան, այդ մարդիկ միշտ կամ գրում են կամ զանգում են, ասում են, այս ինչ դեպքում նկարագրում են այդ քրոնիկական պատմություն, ասում են, այս ինչ դեպքում ինչ անել։ Այդ ինչ դեպքում մի բան կա անելու բժշկին դիմել։ Եվ այսպես մեր հյուրներ բժիշկ, գաստրոենտերոլոգ Հայկ Մանասյանը, պարզապես մի հիանալի մարդ, իր հիանալի բացառիկ բոլոր կարծրատիպերը, այլևս բոլորը կարող են ուտել։ Ես պետք է սեղմեմ ձեր ձեռքը եւ ասեմ շնորհակալություն պարոն Մանասյան։ Ձեզ հարգելի հեռուստադիտող, ուզում եմ խորհուրդ տալ, հենց հիմա գտեք ձեր բոլոր բլոկնոտները եւ գտեք ձեր բժշկի հեռախոսահամարը։ Նա կօգնի ձեզ ամեն ինչ անելուց, մենք շնորհակալ ենք ձեզ հիանալի զրույցի համար։ Կարծում եմ երեկոյան նա ձեզ պետք կգա։ Ախորժակս քաղցր է ուզում, գովաստ։ Կոմերց